Մոսկվա, Գոստիննի դվոր։ Ռուսաստանի նախագահն ամենամյա մեծ ասուլիսում ամփոփում է 2025 թվականը։ Տարվա ամփոփում Վլադիմիր Պուտինի հետ ծրագրի հաղորդավարներն են լրագրողներ Պավել Զարուբինն ու Եկատերինա Բերեզովսկայան։ Գլխավոր թեման Ուկրաինան է։ Մոսկվան պատրաստ է եւ ուզում է դադարեցնել հակամարտությունը խաղաղ ճանապարհով, վստահեցնում է նախագահը, հավելելով, որ Ուկրաինայից նման ազդակներ չկան։ Пока мы действительно не видим такой готовности. Մենք դեռևս չենք տեսնում նման պատրաստակամություն։ Ամեն ինչ սկսվեց 2014 թվականի պետական հեղաշրջումից։ 2022 թվականին, երբ լարվածությունը հասավ գագաթնակետին, մենք պարզապես հայտարարեցինք, որ ստիպված կլինենք ճանաչել այն չճանաչված հանրապետությունները։ Մինչև տարեվերջ տեսանելի կլինեն ռուսական զորքերի նորանոր հաջողությունները, վստահեցնում է Կրեմլի ղեկավարը, միաժամանակ ծաղրելով Զելենսկիի Կուպյանսկի դարպասների մոտարված սելֆին։ Он же артист, и артист талантливый. Չէ՞ որ նա տաղանդավոր դերասան է, եւ դա ասում եմ առանց հեգնանքի։ Դա նրա նախկին ֆիլմերից գիտենք, այնպես որ որևէ անսովոր բան չեմ տեսնում։ Բայց Կուպյանսկի ցուցանակի սյունը քաղաքից երևի 1 կիլոմետր հեռավորության վրա է։ Ինչու ես կանգնել Շրեմին, ներս մտիր, եթե իրոք Կուպյանսկը ձեր հսկողության տակ է։ Ну чего стоять на пороге-то? Заходи в дом. Պուտինը մեկնաբանում է նաև Եվրոպայում ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը, որին այլ բնութագիր է տալիս։ Кража – это неподходящее, Павел, определение. Кража. Գողությունը ճիշտ բնորոշումը չէ, գողությունը սեփականության գաղտնի յուրացումն է։ Իսկ մեր դեպքում դա փորձում են բացահայտ անել։ Դա արդեն կողոպուտ է, բայց ինչու դա չի ստացվում, որովհետև հետևանքները կարող են ծանր լինել կողոպտիչների համար։ Սա նաև ոչ միայն հարված է իմիջին, այլև Եվրոգոտու հանդեպ վստահության կորուստ։ Եվրոպացի լիդերների այս պահի գլխավոր մտահոգությունն Ուկրաինային ֆինանսական աջակցությունն ու ռուսական սառեցված ակտիվները որպես այս խնդրի հանգուցալուծման միջոց օգտագործելու հնարավորությունն է։ Եվրոպական ընտանիքի հավաքի մասնակիցները դիլեմայի առջև են կանգնած օգտագործել ռուսների փողերը թե ոչ։ Now we have a simple choice. Հիմա մենք ունենք պարզ ընտրություն, կամ այսօր փող, կամ վաղը արյուն։ Ես խոսում եմ ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի մասին, եւ սա մեր որոշումն է։ Գերմանիան հավանություն է տալիս Ուկրաինային աջակցելու համար ռուսական փողերի օգտագործմանը։ Ես կողմ եմ ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանը։ Առավել արդյունավետ տարբերակ ես չեմ տեսնում։ Հասկանում եմ որոշ անդամ պետությունների, մասնավորապես Բելգիայի կառավարության մտահոգությունը, բայց հույս ունեմ կարող ենք դրանք միասին լուծել։ Բելգիան, որտեղ պահվում են ակտիվները եւ մի շարք երկրներ զգուշացրել են ներդրողների վստահության վրա ազդեցության մասին եւ կասկածի տակ են դրել դրա օրինականությունը։ Թագավորությունը ռիսկերից խուսափելու երաշխիքներ է ուզում։ Իտալիան, Բելգիան, Մալթան եւ Բուլղարիան կոչ են արել ուսումնասիրել այլընտրանքներ։ 210 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու մասին Մոսկվայի նախազգուշացումները կարծես վախեցրել են եվրոպացիներին։ Հին աշխարհում կոնսենսուս կա Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու հարցում, սակայն ոչ ռուսական փողերի հաշվին։ Եվրահանձնաժողովի նախագահը գոհ է, որոշումը հաղթանակ է անվանել։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։